պատկաներ ամուսնացավ էլի, մալադեց Վլադ, որ դրան հանդուրժում է։ Մոլի, քրոջդ մասին ես խոսում, մեկի ձուս բեղիր։ Մամ, դու չես հոգնել դրան պաշտպանելուց։ Մի մոռացիր, որ նա առողջական խնդիրներ ունի։ Մամ ջան, ինքը ներվային է ու ագրեսիվ, դրանք հիվանդություններ չեն։ Էլի եմ կրկնում, մարդ հարազատ քրոջ մասին, այտենց չի խոսի։ Դե լավ, հիմա գալիս են դրանք։ Բայց դու ինչ անտանելի ես, երբ անտրամադիր ես։ Ավել լավա սելֆիներով վսպաղվես։ Ես կես ժամա սելֆի չես արի, աղջիկ ջան, այտենց ոնց կլինի։ Ես դժգոհ դեմքով ինչ սելֆի։ Մամ, ես սիրում եմ, որ սելֆիներում փայլում եմ։ Տեսնես ում մեքենան, հա? Это что-то новенькое։ Ես սրան առաջին անգամ եմ ստեղ տեսնում։ Դա տեսնում ես, աղջիկ ջան, մի կես ժամով էլ էստեղ որ ճկաս, ինֆորմացիայից լրիվ զուրկ կմնաս։ Ես գնացի։ Վայ, Մոնիկա, քիչ էր մնում մեքենայի տակ ընկնեիր։ Սիրունս, դու չես պատկերացնում ոնց էր քեզ նայում։ Հիմա կտեսնես, մի հատ էլ կռուկ կտա, կգա այստեղ, որ մի հատ էլ քեզ տեսնի։ Մամուլ, Հաջար։ ես պետքա ստեղ մի հատ գլամուր բիզնես բացեմ։ Հենց այստեղ։ Ասենք օրինակ շորիկների խանութ։ Ամբողջ օրը այստեղ կլինեմ ու ոչ ոքի, ու ոչինչ բաց չեմ թողնի։ Լավ գաղափար, գնանք։ Մնաց որ քեզ համոզեմ, որ իջնես։ Ինձ առաջին հերթին հեռախոսա պետք։ Հաճույք ստացակ շլուսդ գանձ ես։ Գնում եմ, թե մնում։ Գնում ես են շատ արագ։ Ես էլ մտածեցի կտանես եղբորդ հետ կծանոթացնես։ Չէ, կյանքս այտենց պայթյուն հավատանք բաներ ներասա։ Ինչի է ինձ թվում, որ դու աշկ ես դրել աղբորս փողերի վրա։ Երբ ուրիշն է աչք դնում աղբորդ փողերի վրա, այդ տրամաբանական է, ու այդքան էլ ամոթ բան չի։ Բայց երբ որ աղբերն ու աղբոր տղեն են աչք գցում աղբոր ունեցվածքի վրա, այդ շատ ամոթ բան է։ Լավ է շետ խոսքերը։ Հանգ եմ նստելով վրդ։
Ես սովոր եմ, որ իմ համարձակության համար ես միշտ թանկ վճարեմ։ Ես կարծում էի, ես անբարոյականը քո համար հերթական հաճույքներ բավարարող մեկն է։ Ինձ մոտ գալու ու ինձ հետ խոսելու համար մի քիչ շատ պետք է խմեիր։ Խմել եմ, որ դու խստեղ լինի քո հետ խոսալու համար։ Մենակ խմել ես, թե… Թե… Բայց… Դու գիտես չէ, որ ես քեզ շատ եմ սիրում։ Գիտես չէ, որ քեզ Աստծու պես պաշտում եմ։ Ոչ ինձ է պետք քեզպես ախպեր, ոչ էլ Աստծուն է պետք քեզպես քրիստոնյա։ Ինչի բրատ։ Ես քեզ քանի անգամ եմ ասել ինձ բրատ չասես։ Չես եկել։ Եկել եմ, որ մեր միջով անցած սև կատուին քշենք, ռադարենք։ Դու շատ լավ գիտես, որ ես երբեք չեմ ներում։ Բայց ես քո ախպերն եմ։ Իսկ խոսքերիս վրայով քայլելիս այդ ժամանակ չէիր հիշում մեր ախպերության մասին։ Ես արդեն երկար ժամանակակայլեր եմ անում, որ ինձ բացատրությունը չունեմ։ Անբացատրելի քայլեր եմ անում, բայց ես գիտեմ, որ քեզ շատ եմ սիրում, ախր երբեք քեզ ցավ չեմ պատճառ։ Արդեն պատճառ ունես։ Ու հերիքը անիմաստ խոսքեր շախտաս։ Գիտես, որ չեմ սիրում։ Ինչ ես ուզում։ Ուզում ես, որ սպանեմ այդ adamին։ Սպանեմ։ Դու գիտես, որ գիշեմ կսպանեմ։ Ախր ես քո համար, ախր ես քո համար Ռադեր իստերից։ Դուրը փակում ես իմ համար։ Հա։ Մինչև չպարզեմ, թե ով ես դու ինձ համար, հարազատ թե թշնամի։ Հարազատ եմ։ Այդ արդեն ես կորոշեմ։ Իսկ հիմա շարժվի դեպի դուռը։ Հա, ու մեկ էլ լակոտների թեթևի։ Քեզնից վատն են մեծանում։ Ես ողջ ձայնով գոռալու եմ, ես քեզ խայտարակ եմ անելու։ Լսի, ես քո նման շիզոֆրենիկի հետ ապրելու ու ամուսնացած լինելու ցանկություն ընդհանրապես չունեմ, հասկացար։ Ես շիզոֆրենիկ չեմ։ Ես քո կինն եմ ու դու ինձ չես բաժանվի։ Ես այդ մտքից արդեն զզվում եմ, հասկանում ես։ Լսի, զզվես թե չզզվես։ Մեկը դու ինձ հետ ապրելու ես, որովհետև դու իմ ամուսինն ես ու մինչև մեզից մեկը չմեռնի, դու ապրելու ես ինձ հետ։ Ես քո հետ չեմ ապրելու։ Ընդամենը մի քանի օր մենք ամուսնացած ենք, իսկ ես արդեն խեղդվում եմ։ Չէ, Վլադ, այդ ես եմ խեղդվում։ Ես եմ խեղդվում քո հետ անտարբերությունից քորը։ Կամաց աղջի։ Հենց հիմա բարձացի վերև, ոստեղ ինձ խայտարակ մի արա։ Եթե չես ուզում մեր բաժանումը արագացնել, հասկացար։ Ինգալը պարտադիր է։ Հա։ Իսկ
Այսքուր են գնում։ Մի քանի հարցեր կա ճշտելու։ Ում հետ կապված։ Մի քիչ շատ չես հարցեր տալիս։ Իմ դերն եմ ուզում հասկանամ։ Իսկ ես չեմ բացատրել քեզ քո դերը։ Կուզեի։ 2 օր ինչ դուրս ես եկել, արդեն պահանջներ ես ներկայացնում։ Դժգոհությունը տեղին է։ Բայց դու էլ ինձ հասկացի։ Ես սովոր չեմ ավելորդ լինելու։ Հիմա ժամանակ չունեմ քեզ հասկանալու։ Երբ որ կունենամ, կհասկանամ։ Արի։ Վերջ, ես սենց, էլ չեմ կարա, ես ուզում եմ, որ հենց հիմա դու ես ձևականության թար գտաս։ Դուրս արի հանգիստ մտի ու ասա ասածը։ Ես այդքան ժամանակ չունեմ, որ դուրս գամ ու նորից ներս մտնեմ, բայց ասածս նորից կկրկնեմ, սիրով։ Ես ուզում եմ, որ դու ես կապիկության վերջը տաս։ Բան չեմ հասկանում, ինչ ես ասում։ Ես չեմ ապրի ալիքի գիժ աղջկա հետ։ Ինքը նախ քո կինն է, հետո նոր ալիքի աղջիկը։ Չեմ ուզում ես տենց կնիկ, մանավանդ որ չեմ սիրում իրան։ Իսկ թե ինչի եմ ամուսնացել, դրա մասին չխոսամ, դու ինձ լավ գիտես, չէ՞։ Դու էլ վաղ չգիտես։ Լսի, մենք մեր ընտանիքի համար շահավետ գործարք ենք արել, չես հասկանում։ Հետո դուք սիրում եք իրար, չէ՞։ Ինչ։ Ես բաժանվում եմ ալիքի աղջկանից։ Այդ չնող բանը։ Սա իմ վերջին խոսքն էր, պապ։ Ոնց կտար ինձ։ Սովը։ Իրա համար ես ուզում բաժանվել։ Ծանոթացնես։ Ինչ իմանամ ինչ ա եղել, ով գիտի էլի դեպրեսիայի մեջ ա ընկել։ Ու ոնց որ արդեն ես էլ եմ դեպրեսիայի մեջ ընկնում, քանի որ չգիտեմ ինչ ա եղել։ Հետո
Վերջը տվելա, թե սպասում է հասնես փրկես։ Մարդ այդքան անտարբեր չի լինի, Մոնիկա։ Լավ, խանգարում ես։ Պակա, հա, մամուլ։ Մի փոքր արագ քշեք, հա։ Իսկ դու միշտ ես սենց ագրեսիվ։ Իսկ դու որտեղ տեսար իմ ագրեսիան, ագրեսիվ չեմ։ Մանրը պետք չի։ Էս իմ կանչած շտապօգնությունը ինձ շուտ է տեղ հասել։ Ադանեն իմ ծանոթն է։ Մի քանի շաբաթ առաջ ենք ծանոթացել Սևանում։ Շատ պատահական ծանոթություն էր։ Ամենս ծանոթությունը անուն որի որոշել ես բաժանվել քո։ Եթե թույլ տաս մի քանի րոպե շփվել աղջկա հետ, քեզ շատ շնորհակալ կլինեմ, պապ։ Դու ցանկություն ունես աղջկա հետ շփվել, իսկ ես ուզում եմ խոսել քեզ հետ։ Ես 5 րոպեից քո մոտ կլինեմ։ Ուղիղ 5 րոպե։ Պապատ բարկացավ, թե ինձ տենց թված։ Չէ, ամեն ինչ նորմալ է։ Վլադ, կորս, եղբայրս, էլ չկա։ Ոնց չկա։ Ինչի՞։ Ինչ ա եղել։ Կորս մահացել է։ Ոնց մահացել է։ Ես մինչև հիմա չեմ հավատում։ Չեմ ուզում հավատամ, որ ես էլ պապայի նման չխելագարվեմ։ Կարաս լաց չլինես, որ ես կարողանամ հասկանալ քեզ։ Ինքան բան եղավ, ինքան բան, Վլադ, որ հույսս մենակ դու էիր։ Իսկ պապատ հիմա ուր է։ Ոնց է ինքը աղբորից հետո։ Այնքան վատ, որ մեր տուն այրեց գորի մարմինը։ Ինքը չի համակերպվում այդ մտքին, ես էլ չեմ կարողանում համակերպվեմ, բայց ես պիտի ուժեղ լինեմ, որ իրա կողքին լինեմ։ Իսկ հիմա ուր է պապատ։ Դու առհասարակ ինչ ես անում ստեղ։ Պապային Ստեվանում պահելը վտանգավոր էր։ Ինքը շատ վատ առողջ է։ Բերել եմ այստեղ հիվանդանոց, հիմա հետազոտում են բժիշկները։ Բարև ձեզ, Վլադ Ադամիչ։ Վլադ Ադամիչ։ Ինչ-որ բան ունեք ասելու։ Ուզում էի աղջկան ասել, որ իր հորը հանգստացնող ենք ներարկել եւ նա հիմա երկար կքնի։ Բայց կարող եմ, չէ՞, ես իրան հիմա տեսնել։ Լավ, վերջացնենք կուղեկցեք աղջկան հոր մոտ։ Վլադ, իսկ դու չես գալիս։ Ես քեզ այնքան բան ունեմ պատմելու։ Չես պատկերացնում ոնց էի քեզ փնտրում։ Աստված քեզ ուղարկեց։ Պապայի հետ խոսան վերջացնեմ, կգամ։ Անպայման կմիանամ։ Դու անհանգստանալու բան չունես, ոչ մի բանի մասին չմտածես։ Չէ, Վլադը ինձնից չի բաժանվի։ Վլադը ինձնից չի բաժանվի, չէ։ Ինքը կամ ինձ հետ է լինելու, կամ ոթաղ։ Ինչ ես անում։ Ինչ եք կարծում, ավելի լավ չի լինի երեխուն հիվանդանոց տեղափոխենք։ Մի խանգարեք։ Եթե ձեզ լավ չեք զգում, դրսում սպասեք։
Չհասկացա, իմ աղջկա տնից ինձ դուրս եք հանում։ Մամա, ինչի ես սրանց բերեին տուն լեցրել, ես չեմ հասկանում։ Բա ինչ անեի անխելք աղջիկ։ Թողնեի արնակամ լինեիր մեռնեիր, հա։ Այդ ժամանակ Վլադիկդ հաստատ իրեն մի լավ ընկերուհի կգտներ։ Մամա, ես եմ իր ընկերուհի, նշանածը սիրուհին եղավ։ Ուրիշ մեկին իրան չկապես, թե չէ դու էլ ես իմ չտամին դառնալու։ Ուֆ։ Հիմա կհանգստանա։ Ինձ թվում է, ես քեզ սիրահարվել եմ։ Այսքան արագ։ Դե գիտես, մենք աղջիկներս այնպիսին ենք, որ մեզ շատ բան ու շատ ժամանակ պետք չի հասկանալու համար, որ սիրում ենք։ Կամ սիրահարվել ենք։ Բա։ Միրով։ Կժպտաս։ Ինչ ես անում։ Սելֆի։ Մի արա։ Ժպտա ու արի փաթաթվենք, հա, ձեռքդ գցիր ուսիս։ Մի արա, ես չեմ սիրում այդ սելֆի մելֆիները։ Մի տեսակ տղայի համար չեն։ Իսկ ես շատ եմ սիրում։ Արի նկարվենք, հա։ Արի նկարվենք։ Ես էլ մեր նկարը գցեմ Insta։ Կամ էլ Viber։ Համեն մենք Viber-ով կշփվենք, լավ։ Ու մեր երկուսի նկարը կլինի մեր Viber-ներում։ Ու բոլորը կիմանան, որ ես ընկեր ունեմ։ Վերջապես ինձ հանգիստ կթողնեմ։ Կարող է գիտես քո համար կլո ունեմ։ Դու էլ չի քեզ վրա զարմացար։ Գիտես իրականում ինչ տղաներ են իմ հետևից ընկած։ Հա, իդիոտ։ Դու դեռ իմ հետևից կգաս, բայց շատ իզուր։ Տաշած քարը գետնին չի մնա, որ դու էլ գաս ու գտնես։ Եթե ջահել լինեի, կյանքիս փորձնել քիչ, կհավատայի, որ այդ աղջիկը ուղղակի ծանոթ է։ Արի այդ աղջկան հանգիստ թողնենք, լավ։ Չէ, չի լինի։ Ո՞վ է այդ աղջիկը։ Ինչ է քեզ կապում իր հետ։ Այդ թող մենակ ես իմանամ, լավ։ Չէ։ Ես չեմ հասկանում, ինչ ես ուզում ամենայն մանրամասնությամբ ապրես իմ կյանքով։ Լավ, այդ աղջկան հանգիստ թողնենք, ու անցնենք մեր կիսատ թողած խոսակցությանը։ Ես բաժանվում եմ, ու այդ իմ վերջին խոսքն է։ Այսի դու ընդամենը մի քանի օր այն ամուսնացել ես։ Դե բայց պարզվում է, որ ընդամենը մի քանի օրը բավարար է, որպեսզի հասկանանք, որ պետք է շատ արագ բաժանվենք իրարից։ Այդ ինչ եղավ, որ չես դիմանում, ուզում ես գլուխդ ազատես։ Հիստերիկի մեկն է։ Հա, դու այդ գիտեիր, միշտ էլ այդ էիր ասում։ Բայց հենց սկսեցի հետը քնել ու արթնանալ, ես հասկացա, որ ես իր հետ չեմ կարող ապրեմ։ Ինքը իմ համար անտանելի է։ Լավ, էլ պակաս դուրս մի տուր։ Ենթադրենք ես հավատացի ասածներիդ։ Շատ մերսի։ Միշտ ապի։ Հիմա ուշադիր լսի ինչ եմ ասում, ու չընդհատես։ Կներես ես շտապում եմ։ Ինձ հետ չի հետաքրքրում։ Ես ալիքի հետ կարևոր գործեր ունեմ։ Ու այդ քո բաժանվելը մտքիցդ հանի։ Չհասկացա, զոռով, հա։ Չէ, զոռով չի։ Ուղղակի ես սովոր չեմ իմ պլաններից հետ կանգնեմ, իմ սկզբունքներին դավաճանեմ։ Ու եթե դու քո այդ հիստերիկ կնգանից բաժանվես, ալիքը ինձ էլ քեզ էլ օթերով կհանի։ Հետո գիտես ինքը ոնց է Կարմենին սիրում։ Պարզ է։ Ուզում ես ինձ զոհ տալով ծրագրերդ անխափան պահես։ Չէ տղես, դու զոհ չես դառնա, բայց ես քո սկզբունքների պատճառով զոհ կդառնամ Ալիկին էլ իր աղբորն էլ, Լևին, որովհետև գիտես, եթե Ալիկը ինձնից ձեռք քաշեց, Լևը հաշված րոպեների ընթացքում ինձ կուլ կտա։ Լավ էլ տենց մի նայի։ Հիմա եսը, պիտի համակերպվես։ Ու ապրեմ համակերպված։
Այս է այն երջանկությունը, որ դու պատկերացնում ես իմ համար։ Հիմա էսը։ Ամենայն դեպս ուրիշ տարբերակ չեմ կարող առաջարկեմ։ Լավ, լսա։ Ինչ է քեզ կապում Սևանում ապրող այդ աղջկա հետ։ Այդ մի բանն էլ թող գաղտնիք մնա։ Ուզում ես չբաժանվում, չեմ բաժանվում, բայց իմ կյանքի մանրամասներից խնդրում եմ ավելորդ տեղեկություն մի իմացի։ Ոնց ես խոսում։ Ոնց որ դու ես սիրում խոսել ու հրամայել, որ քո կյանքին չխառնվենք։ Ու այդ դիցու հուտել առել ու նստել ես։ Իսկ հիմա պապաս իրեն լավ ասկում։ Նա հիմա հանգստացնող դեղերի ազդեցության տակ է եւ մի քանի ժամ դեռ կքնի։ Իսկ ձեր բոլոր մյուս հարցերին բժիշկը միայն կարող է պատասխանել։ Այսինքն ցավ չի զգում, չէ՞։ Չեմ կարծում։ Շեֆիդ խնել աստեղ, տեսնես ինչ հրժիվը։ Հա, գիտեմ, տեսել եմ Վլադ Ադամիչին, այս աղջիկն էլ կարծես նրան ծանոթն է։ Բարեկամ եք։ Ինչ։ Դու Վլադ Ադամիչի բարեկամուհին ես։ Վլադ Ադամիչի։ Հա, մեր շեֆի տղայի։ Համել եթե դուք նրա բարեկամուհին եք, պետք է որ խնդիր չունենաք այս հիվանդանոցում։ Քիչ առաջ ձեր ունեցած փողի խնդիրն էլ կարծում եմ էլ չի լինի։ Այսինքն ով է Վլադը։ Ես չհասկացա։ Նույնիսկ թշնամուս չէի ցանկանա այն ինչ հիմա ես եմ ապրում։ Սրանք խոսքեր են, որոնց երբեք չեմ հավատացել, որոնք ինձ համար միշտ կեղծ են եղել, բայց հիմա երդվում եմ, նույնիսկ իմ ամենավոխերիմ թշնամուն անգամ, որը մեկն է, ես չէի ցանկանա, որ այս վիճակին հայտնվեր։ Տիկին հասկանում եմ, որ դուք հիմա ծանր հոգեկան վիճակի մեջ եք, բայց մեր աշխատանքի բնույթ է։ Ներեցեք իսեր Աստծո, ես էլ չհասկացա, թե ինչի եմ խոսում եւ ընդհանրապես ինչ եմ խոսում։ Տվեք ձեր հարցերը։ Իսկ մահացածի հետ ինչ հարաբերությունների մեջ եք եղել։ Տունվոր եւ տանտեր։ Պետք գիտենք։ Ինչ, սպասում եք, որ ավելին ասեմ։ Նա էլ էր սպասում, որ մեր հարաբերությունները ուրիշ փուլ կանցնեն, բայց չկա այդպիսի բան, ես չեմ կարող ավելին ասել, բայց եթե իմանայի, որ տղայիս կյանքի գնով եմ պաշտպանելու իմ պատիվը մեկ վայրկյան անգամ չէի վարանի։ Իսկ նրա կողմից հաճախակ են նման քայլեր արվել։ Հաճախ, բայց ես կարողանում էի դիմադրել, կարողանում էի նրան կանգնեցնել, բայց ես վերջին անգամ Ես վերջին ամիսները ինձ համար արդեն դժոխային էին դարձել։ Ինչու։ Չէի կարողանում տանվարձը վճարել ու նա ինձ ստիպում էր։ Բայց ես ամեն անգամ դիմադրում էի։ Դուրս էի շպրտում տնից։ Իսկ ինչու այս անգամ չդիմադրեցիք եւ դուրս չշպրտեցիք։ Հարբած էր, խմած էր, ուժերս չբավականացրեցին ու մի բան միայն ասեք, իմ տղան դատապարտվելու է, հա, եթե նա ազատազրկվի, ես կմեռնեմ իմ ապրելն էլ ում ապետք։ Այսպես թե այնպես ձեր տղային մենք ազատ ենք արձակելու։ Եվ հանգամանքներն այնպեսին են, որ ձեր տղայի քայլը արդարացված է։ Եվ տարիքն էլ իրենն է թելադրում։ Ես ինչ լավ տև ես ինձ բերը։ Բայց ինչ սենյակ է, այս ուննա։
Իմ հիշելով իմնա։ Բա ինչի եկանք ստեղ։ Այդ ինչ ես անում։ Հիմա կիմանաս։ Նստի։ Ինչ պետք է իմանամ։ Ինձպես մարդիկ չգիտեն, թե ինչքան կապրեն։ Մի օր, 5 օր, մի տարի։ Կներես իհարկե, բայց արդեն սխալ բաներ ես ասում ու անում։ Այդպես է։ Այս կյանքում մարդիկ թաղված են իրականության ամենակեղտոտ անկյունում ու իրանց թվում է, թե ապրում են հրաշալի կյանքով։ Ես չկամ դրանց մեջ։ Ես էլ, բայց չեմ էլ ուզում կյանքին նայեմ սև ու սպիտակ։ Իսկ դու նայի, ես էլ քեզպես կյանքին տարբեր գույներ էի խառնում, մինչև այն պահը, երբ բերտից դուրս եկա ու հասկացա, որ աղբերս անցել է թշնամուշ շարքերը։ Հիասթափված ես, բայց պետք չի մտածել, որ բոլորը ընդունակ են դավաճանություն։ Ես չեմ հիասթափվում, սովորում եմ։ Դու էլ սովորի իմ սխալների վրա։ Ինչ սովորեմ։ Չսայթաքել։ Կսովորեմ։ Միշտ կողքդ կլինեմ, որ հանկարծ դու չսայթաքես։ Կայլեն կողքովդ ու բոլոր քեզ ուղված հարվածներին զորավերցնեմ։ Չէ։ Դու ավելի լավ ընտանիք կազմի, կին, երեխա, այդպես ճիշտ է։ Ինձ նման մենակ չմնաս։ Ու ամենակարևորը կյանքդ ոչ ոքի մի նվիրի։ Գալիս է մի պահ, որ չեն գնահատում արածդ ու քո մեջ արթնանում է մի զգացողություն, որ արժեր արդյոք այդ ամենը։ Աղբորդ երեխեքն էլ սրտովդ չեն, չէ։ Թափթփուկները մեծացրել, ուր այնտեղ մարդ։ Սրանք ինչ է։ Մեկը որ ինձ էլ տաս, ես ոչ մի բան չեմ հասկանալ։ Ուզում եմ իմանաս, ինձնից հետո դու ես ժառանգելու իմ ունեցվածքը։ Չէ։ Նստի։ Բերան փակի, իմ ուշադիր ինձ լսի, թե ինչ եմ ասում։ Եթե երբևիցե դու ինձ դավաճանես, ես քեզ իմ ձեռներով կխեղդեմ։ Իսկ հիմա շարժվի դեպի դուռը։ Հա, ու մեկ էլ լակոտների թեթևի, քեզնից վատն են մեծանում։ Ամեն անգամ, որ ես ուզում եմ մոռանամ, որ քեզ ունեմ, անպայման պետք է հիշացնես ինձ։ Ինչ ես զանգել,
Այնպես չի, որ կարոտից դրթված կամ քեզ իմ մասին հիշեցնելու համար եմ զանգել։ Մերսի, դե անջատի։ Կարմեն Սիտան երակներն ա փրթել։ Պսակեցինք էլ չպրծանք դրա գժություններից։ Պսակեցինք ու ավելի վատ բան ստացվեց։ Աղջիկդ իրա քմահաճուկից ելնելով չի արի այդ։ Ինչ ես ասում, այդ ինչ նորություններ։ Հիշեցնանք ան է անգամա ինքնասպանության փորձ արել։ Այս մեկն արդարացված է։ Փեսատ երեխուն ասելա, որ բաժանվում է։ Ո՞վ է բաժանվում։ Ո՞վ Ադամի Վլադիկը։ Լսի, դու այդքան ինքնավստահ մի խոսա է։ Թող քեզ չթվա, որ քո վախից աղջկանիցը չեն բաժանվի։ Փեսատ ասելա, որ բաժանվում է ու հեռացել է, գնացել է տնից, աղջիկդ էլ գնում էր այն աշխարհ։ Մեզ համար անհավատալի է, անընդունելի է եղբորս մահը։ Նա չէր կարող։ Հասկանում եմ։ Չէ, ոչ ոք մեզ չի հասկանում։ Այս ցավը միայն ես ու հայրս ենք հասկանում։ Այս ցավը մեզ սպանում է։ Հացկեր։ Չեմ ուզում։ Ոնց չես ուզում, քանի օր է հաց չես կերել։ Պապաս հոգեկան ծանր վիճակում է։ Դրա համար որոշեցի, որ Սևանից քաղաք բերեմ իրան։ Հասկանում ես, չէ՞։ Հա, իհարկե հասկանում եմ։ Հիմա դրա մասին մի մտածի, ավելի լավ է հաց ուտես։ Հայրս այրեց տունը, որ գորի հետ միասին գնար։ Նրանք ուզում են ինձ մենակ թողնել։ Հա, գիտեմ, պատմել ես արդեն։ Չէ, որտեղից գիտես։ Ես համոզեցի հորս, որ դուրս գար այրվող տնից։ Իսկ գորի մարմինը այդպես էլ չհաջողվեց հանել։ Հասկանում ես, չեմ եղբայրը նույնիսկ գերեզման էլ չունեցավ։ Մենք մեղավոր ենք նրա առաջ։ Դու հասկանում ես, այդ ինչ բան է։ Պապան իրան չի ներում, ես էլ ինձ չեմ ներում, բայց ես չեմ կարող հանձնվել ու թույլ տալ, որ պապան իրա վրա ձեռք բարձրացնի։ Դրա համար որոշեցի պապային քաղաք բերել, որ այստեղ իրան օգնեն։ Կօգնեն, չէ, այստեղ Վլադիրան։ Հա, իհարկե կօգնեն։ Դու դրա մասին մի մտածի, անհոգ եղի, իրան ոնց որ պետքա գնային։ Այսինքն այդ ճիշտ է, հա, որ հիվանդանոցը ձերն է։ Դե հա, մարդիկ չեն սիրում լեզուները բարակ թողնել։ Ինչ զուգադիպություններ։ Ես եկա քաղաք քեզ գտնելու, պապային բերեցի հենց այն հիվանդանոց, որը ձերն է։ Տեսնում ես, չէ, ինչ բան է կյանքը, Վլադ։ Հա, իհարկե, արի հիմա դրա մասին մի մտածի, լավ։ Վլադ, ինչի պիտի եղբայրս հեռանար։ Այդքան կյանքով լեցուն, այդքան երիտասարդ, այդքան բարի։ Ինչ կատարվեց, հան։ Կարող է դու իմանաս։ Ինչ ես այդ հարցեր տանտատ ինձ տալիս։